Ինչու հայ ժողովուրդը որոշեց իրական պատմական արքաներին ծածկագրել և վերածել անհաղթ դյուցազունների։ Սասունցի Դավիթ էպոսը պարզ առասպել չէ, այլ բագրատունյաց պետականության և ազգային ազատագրական պայքարի պատմական գաղտնագիրն է։ Էպոսի ստեղծողները նպատակ ունեին գտնելու Հայաստանը ազատագրողների ջոջանստան ակունքները։ Առաջին ապշեցուցիչ փաստն այն է, որ մեծ մեհերի կերպարի հիմքում ընկած է բագրատունյաց հարստության հիմնադիր Աշոտ Առաջինը։ Երբ մեծ մեհերը խաղաղության պայմանագիր է կնքում Մսրամելիքի հետ, դա իրականում Աշոտ Բագրատունու դիվանագիտական հաղթանակն է և խալիֆայության կողմից նրան որպես հայոց թագավոր ճանաչելու իրողությունը։ Երկրորդ փաստը թաքնված է էպոսի երրորդ ճյուղում։ Սասունցի Դավթի հերոսական պայքարը և Մսրամելիքին թուր կեցակիով երկու կեսանելը մարմնավորում են Աշոտ II Երգաթի հերոսամարտերը։ 10-րդ դարում հենց այս արքան վերջնականապես վտարեց արաբներին Հայաստանից։ Ժողովուրդն այս զուտ երկրային ծագում ունեցող արքաներին գիտակցաբար վերագրեց առասպելական գծեր, նրանց վերածելով անսասան պայքարի հավերժական գաղափարակիրների։ Իրական հզորությունը ֆիզիկական ուժը չէ, այլ այն վեհ հոգեկան մղումն է, որը տանում է դեպի զենքը։ Էպոսն ապացուցում է, որ միայն ինքնազատագրման տենչն է ծնում իսկական պատմական հերոսներ։ Մեր իրական պատմությունը հանրայնացնելու համար անպայման տարածեք այս տեսանյութը և պահպանեք այն մեր արմատները երբեք չմոռանալու նպատակով։